Քանի թեմաներ ենք առանձնացրել, որոնց հետ կապված կլսենք ձեր խոսքը։ Եվ այսպես, երեք փաստաբան Ռուբեն Մելիքյանը ահազանգում է քրեական գործ են հարուցել վեհափառ Հայրապետի եւ հոգեվոր դասի դեմ։ Նպատակը շատ պարզ է, որպեսզի արգելեն վեհափառի եւ մյուս հոգեվոր դասի ներկայացուցիչների մուտք ու ելքը, գիտեք, որ առաջիկայում նախատեսված է եպիսկոպոսատ ժողովը։ Եվ այս կերպ կոնկրետ մեսիջ էր նորից փորձում ուղղել Փաշինյանը։ Խնդրեմ սկսենք այս հարցից ձեր տեսակետը, հետո նաև արդեն մի քանի հարցեր կան, որոնց կանդրադառնանք։ Համեցեք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սպասելի էր, որ իշխանությունների կողմից հերթական խայտառակ ապօրինի ուրեմն մոտեցումները կլինեն եւ ապօրինի որոշումները կլինեն եւ այդ կոնտեքստում շատ հատկանշական է, թե իշխանությունները ինչ գործիքակազմով են փորձում միջամտել եկեղեցու ներքին գործերին, մեկ անգամ եւս ուզում եմ մեր հայրենակիցներին հիշեցնել, որ արդեն սահմանադրության ոտնահարմամբ, սահմանադրական դրույթների կոպիտ ոտնահարմամբ 17-րդ եւ 18-րդ կետերի, որի մասին ես առիթ եմ ունեցել խոսելու ազգային ժողովի նախորդ ուրեմն նստաշրջանի ժամանակ հետեւյալն է խնդիրը բազմիցս անգամներ դրա մասին խոսել ենք ուղիղ իշխանությունների կողմից երկրի թիվ 1 պատասխանատուն եւ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը տոտալ բռնաճնշումների է ենթարկում հայ առաքելական Սուրբ եկեղեցին վերջերս նաեւ ստորագրելով մի թղթի կտորի տակ իր անունազգանվան դիմաց գրելով վարչապետ Նիկոլ Փաշինյան պարզեր որ դրանից հետո պիտի արդեն անցնեն բուն գործին բուն գործը հետեւյալն է բռնաճնշումներով ապօրինի որոշումներով փորձել սահմանափակել հայ առաքելական Սուրբ եկեղեցու գործառույթները եւ այն տիրադավ եպիսկոպոսները որոնք որ միացան հակաեկեղեցական շարժմանը արդեն չլսված մի աննախադեպ նման օրինակ բան երբեք տեղի չէր ունեցել դատական հայց ներկայացվեց հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իբր այդ որոշումները որը կայացվել է ազգային եկեղեցական ժողովի կողմից եւ վեհապար Հայրապետի կողմից իբր այդ որոշումները բեկանելու սա աննախադեպ մի քայլ էր խնդրի իրավական մասի հետ կապված փաստաբանները տվել են իրենց գնահատականը, բայց ես ցանկանում եմ նաև մեր հայրենակիցներին հիշեցնել, ինչ է կատարվել, դատական հայց է ներկայացվել որոշման հետ կապված, այդ որոշումները գիտեք, որ որևէ մի կերպ այդ սահմանափակումները իրավունքի տեսանկյունից առ ոչինչ են, որովհետև գիտենք, որ այդ լիազորությունները պատկանում են բացառապես առաքելական Սուրբ եկեղեցուն, վեհապար Հայրապետին, եկեղեցական ժողովին եւ այդ ինստիտուտները փաստացի իրականացրել են օրենքով եւ նաեւ ներքին կանոնակարգերով իրենց լիազորությունները իրականացրել են, բայց դիմեցին դատարան եւ սա առաջին քայլն էր այնուհետև նաև կարգալույծ արվեց Մասյացոտնի թեմի առաջնորդը սկզբից պաշտոնից հեռացվեց, հետո այնուհետև կարգալույծ արվեց եւ շատ ճիշտ, շատ կարեւոր մի որոշում էր, որը կրկնում եմ բացառապես հայ առաքելական Սուրբ եկեղեցու իրավասությունների շրջանակներում է։ Նպատակը ո՞րն է այս որոշման, շատ պարզ է, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության իշխանությունները ամեն կերպ խոչընդոտում են, որպեսզի տեղի ունենա եպիսկոպոսատ ժողով։ Սրա մասին խոսվել է եւ Հայաստանի Հանրապետության տարբեր, այսպես ասած, ատյաններում խորհրդարանում է խոսվել սրա մասին, տարբեր քննարկումներ ա եղել սրա մասին խոսվել է նաեւ միջազգային տարբեր ատյաններում եւ սա կոպիտ ոտնահարում է, օրենքի խախտում է, քրեորեն հետապնդելի արարքա, խոչընդոտելը, եկեղեցու ներքին գործերին խառնվելը եւ նպատակը մեկն է, որպեսզի խոչընդոտվի Հայաստանում արդեն խնդիրներ ստեղծելով Հայաստանում ուրեմն եպիսկոպոսատ ժողովը անելու հիմա արդեն իրենք անցել են տեսնելով որ այս հարցի վերաբերյալ եկեղեցին ճկուն եւ շատ հեռատես որոշում ա կայացրել եւ
եպիսկոպոսատ ժողովը Հայաստանից դուրս է, պիտի տեղի ունենա, այս քայլով փորձում են խոչընդոտել, որպեսզի տեղի չունենա եպիսկոպոսատ ժողովը։ Ես օգտվելով առիթից նաև ուզում եմ կոչ անել միջազգային հանրությանը, պատկան մարմիններին, այն կազմակերպություններին, որոնք որ իբր զբաղվում են ճակերտավոր մարդու իրավունքների պաշտպանությամբ, իրենք ուրեմն ժամանակին խոսում էին Հայաստանում տարբեր խնդիրների, տարբեր խնդիրների մասին, կարծեք թե այդ կազմակերպությունների եւ այդ իրավապաշտպանների ձայնը չի լսվում, բայց սա շատ պարզ մի մանիպուլյացիա է, ինչա ուզում անի իշխանությունը փորձում է կասեցնի եպիսկոպոսատ ժողովը, ելի հերթական ապօրինի որոշումն է, հայտարարակ մի բան, փաստորեն հասկանալով, որ այլևս ինքը հնարավորություն չունի ազդելու եկեղեցու վրա, որովհետև այն տիրադավները հերձված հոգևորականները, որոնք որ փորձում էին իրավիճակը փոխել, իրենք տոտալ ֆիասկո ապրեցին, ձախողվեցին բառից բուն իմաստով եւ վերջին իրենց արշավը Մայրաթորի վրա որ տեղի ունեցավ եւ այն խայտարակ միջադեպերը որ տեղի ունեցան Մայրաթորում, դրա մասին առիթ ունեցել ենք նաեւ այս տաղավարում խոսելու այն կամայականությունների, այն այդ օրը տեղի ունեցած բոլոր այն իրավախախտումների մասին, իդեպ նաեւ ուզում եմ մեր հայրենակիցներին հիշեցնել, որ հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, բայց այն հաղորդումը, որ ներկայացրել եմ հանցագործության մասին, պատասխանը եկել է, այդ պատասխանով փաստացի իրենք չեն գտել այն բոլոր իրավախախտներին, որոնք որ այդ օրը ուրեմն ջարդում էին եւ բռնություն էին գործադրում լրագրողների վրա, ջարդում էին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մեր համար պաշտելի եւ համբուրելի դռները եւ այս առումով որևէ մի գործ, որևէ մի քրեական գործ հարուցված չի, այսինքն իրավապահ համակարգը բացառապես զբաղված է եկեղեցու ներքին գործերի միջամտելու, քահանաներին ահաբեկելու, իշխանությունների կամայականությունների իրականացնելու, բայց ոչ մի կերպ չի կատարում իր լիազորությունները այն առումով, որ պետք է գնային են մարդկանց հետևից, որոնք որ կոչ էին անում վեհափար հայրապետի գլուխը ջարդելու, բռնության կոչեր էին անում, տարբեր արտահայտություններ էին իրենց թույլ տալի, կրկնում են, բռնություն էին գործադրում լրագրողների նկատմամբ եւ այդ օրը խայտարակ միջադեպերի տեղի ունեցավ, որի մասին խոսել ենք այս տաղավարում։ Իրենք մի տուպիկի առաջ են կանգնել, ինչն է դրա էությունն ու բովանդակությունը։ Ուրեմն հայ առաքելական Սուրբ եկեղեցու 4 սրբազաններ անազատության մեջ են, տարբեր մարդկանց վրա քրեական գործեր են հարուցում, սրբազանները անազատության մեջ գտնվելով շատ ավելի ազատ են ու շատ ավելի ոգին ամուր է, ես երեկոյան հանդիպել եմ Բագրատ սրբազանի հետ, առաջիկայում նաև պատրաստվում եմ Մկրտիչ սրբազանին այցելելու, իր տեսակցությունները բացվել են եւ այս կոնտեքստում իրենք որևէ մի արգումենտ չունենալով սրբազանները անգամ գիտեք ինչ վարչական իրավախախտման մոտ որևէ մի բան չեն արել, ինչ մնաց քրեական գործ հարուցելու եւ չունենալով որևէ մի արգումենտ, դրա մասին նաեւ մենք խոսել ենք ազգային ժողովում, ես հայտարարություն եմ հնչեցրել սրբազանների եւ չկա որևէ մի արգումենտ, որոնք որ հոդաբաշխ մի խոսք, որով որ իրենց անպատասխանատու այդ հայտարարությունները կարող են հիմնավոր որևէ մի բան չկա։ Բագրատ սրբազանը նաեւ 18 արդարների գործով դատական նիստի ժամանակ հետեւյալ խոսքերն ա ուղղել հենց նույն ուրեմն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին պահանջելով որպեսզի այն սուտը, այն կեղծիքը, այն հերյուրանքները, որը հնչում են ԵԽԽՎ ամբիոնից ի վերջո իր խոսքերի պատասխանը տա տարբեր մարդկանց անվանարկելով ասելով որ գիտեք օտարերկրագործակալ են Հայաստանում ուրեմն պիտի տեղի ունենար իբր ահաբեկչություն ինչ ահաբեկչություն պիտի տեղի ունենար
ով է այդ ահաբեկչության օբյեկտը, ինչ գործիքակազմեր են եղել ահաբեկչություն անելու, այսինքն ահաբեկչության գործիքը ո՞րն է, ծուխն է ահաբեկչության գործիքը, Երևան քաղաքի քարտեզն է ահաբեկչության գործիքը, եթե այդ տեսանկյունից նայենք, ուրեմն ֆուտբոլային ֆանատները ահաբեկիչներ են, իրենք որ ազգային ժողովի այո, հենց նույն Արադ Միրզոյանը ազգային ժողովի ամբիոնից մյուս падգամավորի հետ ուրեմն ահաբեկչություն էր անում ազգային ժողովում, ուրեմն ահաբեկիչ էր, այդ ծուխը որ ազգային ժողովի ամբիոնից նույն այդ ծխերը արձակում էին, ուրեմն ինքը ահաբեկիչ է, ուրեմն ահաբեկչություն է իրականացրել ազգային ժողովում, անհեթեթություն է, եւ նաեւ շատ པարզ ասվել է, բոլոր այն իբր, գիտեք ինչ կա, օրինակ ասում են սրբազան հոր կեցավայրում մարդիկ են եկել գնացել, հա ինչ, դուք խելագար չեք, ինչ է նշանակում բանը կեցավայրը մարդիկ են գնացել եկել, այո, գնացել եկել են, եւ ինչ, կամ ինչ է նշանակում, որ օրինակ բլոգերներից մեկը ձվածեղի տեսարան արել, այդ ահաբեկչության սուբյեկտը, որտեղ ասենք ձվածեղ սարքելու բանի մեջ, տեսահոլովակի մեջ, ինքը իրեն է տեսել ահաբեկչության օբյեկտ, այսինքն եթե մարդը որևէ մի արտահայտություն է ասում կապված անհամաձայնության իշխանությունների հետ, բացառապես իրենք դիտարկում են այդ տեսանկյունից եւ այդ կեղծ ապօրինի շինծու մեղադրանք նախր գիտեք ինչ կա, ամեն ինչին չափ ու սահման կա եւ այդ չափ ու սահմանը սրանք լիուլի անցել են, մեկի ջեբը պլանկցելով, մեկին, չգիտեմ, ահաբեկչության մեջ մեղադրելով, մեկին անկարգությունների մեջ մեղադրելով, մեկին ընտրական process-ների, այսինքն տարաբնույթ շինծու կեղծ մեղադրանքներով այս մարդիկ մի պարզ խնդիր ունեն լուծելու, ուզում են պարակտեն հանրաքելական Սուրբ եկեղեցին, փորձում են սրանով ազդել հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, սա ավելի քան ակնհայտ է, որևէ արգումենտ չունեն, եւ Սրբազանը նույն դատավարության ժամանակ բազմաթիվ անգամներ ասել է, որ պահանջում ենք նաեւ այդ կեղծ ձայնագրությունների, սարքած, կպցրած ձայնագրությունների նաեւ փորձաքննության արդյունքները, որևէ փորձաքննություն չկա, տարբեր քրեական գործերով մարդկանց անազատության մեջ պահելով, ամիսներ շարունակ մարդկանց առողջական խնդիրները հաշվի չառնելով, պատիժը կալանք օգտագործելով որպես պատժի միջոց, հիմա այդ միջազգային ատյանների ամբիոնները օգտագործում են տարբեր կեղծ նարատիվներ մտցնելով, թե իբր եկեղեցին փորձել է այս կամ այն կերպ իշխանափոխություն իրականացնել եւ այլ եւ այլը։ Ներկայացվեց, թե սպահին իշխանությունների է ենթարկվում Գյումրու ընտրված համայնքապետ Վահրամ Ղուկասյանը։ Խնդրում հերթով անուններով անդրադառնալ պանդաներին։ 3 Նարեկ Սամսոնյանի եւ Ազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստներ։ Նարեկ Սամսոնյանի հիվանդանոցի սայլակով բերել են դատարան, միայն այն բանի համար, որ պատասխանել է Ալեն Սիմոնյանի վիրավորանքին։ Եվ ինքը Նարեկ Սամսոնյանն էլ ասաց, եթե ես այստեղ եմ այս մեղադրանքով, ապա նույն Ալեն Սիմոնյանը եւս պետք է այստեղ լինի շանտակոտ ասելու համար։ Խնդրեմ։ Գիտեք ինչ, հիմա մենք խոսենք փաստերով։ Առաջին խոսույթը վիրավորանքի ատելության ներազգային պարակտման մտցրել են իշխանությունները։ Իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ իրենք այդ խոսույթով հանդես են եկել, ես եթերից չեմ ուզում կրկնեմ այն խոսքերը, այն լկտի բառապաշարը, որ իրենք թույլ է տվել վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորությունը, բայց ես շատ թարմ մի օրինակ բերեմ ձեզ։ Անցած ուրեմն քարորիայի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հետևյալ խոսույթներ օգտագործում, ոտերները կջարդեմ։ Այսինքն մարդը բռնության կոչ է անում, թե չի անում։ Ոտերը ջարդելը դա ինչ է, ասենք սիրո դրսևորում է, համերաշխության դրսևորում է, իսկ ով պետք է գնա Նիկոլ Փաշինյանի հետևից, որ օրը ցերեկով բռնության կոչ է անում։ Լեզու կտրել, գլուխ կտրել, վիզը կտրել, եսիմ ինչ անել, դա ինչ կոչեր են։ Ես ուզում եմ հասկանամ, սիրելի հայրենակիցներ, դրանք ինչ կոչեր են։ Եվ այս կոնտեքստում նաև վիրավորական արտահայտություններ հնչեցնելով, իր հայտնի այդ բառապաշարը օգտագործելով, կներեք այս արտահայտությունից դոմփելուց սկսած մինչև եսիմ ինչ, դրանք ինչ են։ Դրանք ինչ են, եթե ոչ մարդկանց արժանապատվությունը վիրավորելու, եւ որևէ մեկը որ փորձում է հակադարձել եւ դա
նաև ինքնասիրության հարց է։ Հակադարձել այդ մարդիկ անմիջապես հայտնվում են անազատության մեջ իրենց խոսքի համար։ Իրենց ոչ թե խոսքի համար, որ ու ես մի բան էլ ասեմ, որ շատ կարևոր է, այն տարբերությունը, որ կա իրենց ասածի եւ մարդկանց արձագանքի, դա ես համաչափ էլ չեմ համարում։ Այսինքն պատասխանն էլ համաչափ չէ, այսինքն անգամներ պատիկներով անգամ նվազ հակադարձում ա եղել եւ ընդամենը հետույք արտահայտության համար մարդը գտնվում է անազատության մեջ։ Ես ուզում եմ առիթ օգտագործել եւ նաեւ իմ զորակցությունը հայտնել անազատության մեջ գտնվող քաղաքաբանտարկյալներին, սրբազան հայրերին, Գյումրիու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, գիտենք որ Վարդան Ղուկասյանն էլ առողջական լրջագույն խնդիրներ ունի, նաեւ պահման պայմանները մեղմ ասած ոչ բարվոք են, դա մեղմ ասած ոչ բարվոք են, եւ այն պատիժը, որ կրում է Գյումրու քաղաքապետը, անհամատեղելի են իր հիվանդությունների հետ, եւ դրա մասին բազմիցս անգամներ խոսել ենք։ Այսինքն նույն կալանքը ընտրվում է որպես պատժի միջոց մարդկանց առողջական վիճակը ել ավելի վատ թարացնելու եւ անդառնալի հետևանքներով լեցուն այս խնդիրների ամբողջ ընթացքում եւ մարդը անգամ զրկվում են պատշաճ բժշկական օգնություն ստանալու իրավունքից եւ այդ Սիմոնյանը փաստացի ասել է, չէ՞, մարդկանց շան ռակոտ ասենք։ Ու հիմա իրենք քրեական գործ են հարուցել, որ այս խոշտանգումների են ենթարկվում մարդիկ Վազգեն Սաղաթելյան, Նարեկ Սամսոնյան եւ Նարեկ այս պատկերը սա ուղղակի աղետալի է, որ հիվանդանոցին սայլակը վերելուն դատական նիստի։ Ինչ ունեք ասել։ Ես ասեցի եւ մեկ անգամ եւս ասում եմ, որ սա անթույլատրելի է որևէ մի պարագայում Հայաստանում ազատ խոսքը երբեք չպետք է սահմանափակվի եւ հենց այդ ազատ խոսքի համար մարդիկ գտնվում են անազատության մեջ եւ քիչ չեմ մնում են անազատության մեջ, այդ մարդկանց իրավունքները պատշաճ պաշտպանված չեն եւ բազմաթիվ խնդիրներ են առաջացնում իրավական, բարոյական եւ մնացած տեսանկյունից եւ յուրաքանչյուր մարդ պիտի հասկանա, որ ի վերջո իր բոլոր ապօրինությունների համար, որ գործվում է, ինքը ժամանակին կրելու է իր բաժին պատասխանատվությունը։ Այսինքն այս կերպ վերաբերվելով մարդկանց նկատմամբ սա լրջագույն խնդիր է եւ այս խնդիրները իշխանապողությունից հետո պատշաճ քննության առարկա պիտի դառնան, թե արդյոք ինչով է պայմանավորված եղել նման վերաբերմունքը տարբեր քրեակատարողական հիմնարկներում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ։ Ես ուզում եմ նաեւ մեր հայրենակիցներին հիշեցնել, որ անազատության մեջ է նաեւ Սիսական ջոկատի հրամանատար լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը, որ էլի առողջական խնդիրներ ունի, որը հայրենիքի պաշտպանության համար տվել է ամենաթանկը, բոլոր պատերազմներին մասնակցած քաջորդին, մեծատարով հայ մարդը, որը որ իր տղաների հետ, իր եղբայրների հետ պաշտպանել է Հայաստանի Հանրապետության սահմանները, ուրեմն մարդը հիմա գտնվում է անազատության մեջ քրեակատարողական հիմնարկում։ Վեհափար Հայրապետի եղբայրը գտնվում է անազատության մեջ, որը էլի ապօրինի մի որոշում էր, էլի փորձելով ճնշել Վեհափար Հայրապետին եւ դրանով իսկ նաեւ էլի ճշմարտ մի մեթոդ է հայրաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ։ Խաչիկ Գալստյանը, որը որ գտնվում է անազատության մեջ, ուրեմն հայրենիք կուսակցության քարտուղարը, պարկեշտ ազնիվ հրաշալի մի անձնավորություն, գիտնական, պրոֆեսոր, մի էլի անհեթեթ մեղադրանքներ, էլի խափանման միջոցը ընտրվել կալանքը, նույնը Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ, Վազգեն Սաղաթելյանն էլ հիմա գտնվում էլի անազատության մեջ, էլի շինծու մեղադրանքներով անազատության մեջ են գտնվում էլի շատ ու շատ մարդիկ, որոնք որ տարբեր ուրեմն տարբեր խափանման միջոցներ ա կիրառում։ Ես ուզում եմ նաև հիշեցնել, որ նույն տնային կալանքն էլ էլի պատժի մի միջոց է, էլի նույն ինտենսիվ խափանման միջոց է, այդ խափանման միջոցի տակ են նաև մեր գործընկերները, Արթուր Սարգսյանը, ազգային ժողովի падգամավոր, որը էլի դատական նիստի ժամանակ էլի Արթուրն էլ բարձրացել այն հարցը, թե արդյոք ես ինչ գործ ունեմ ստեղ,
որն է իմ մեղավորությունը, այսինքն ազգային ժողովի падգամավորին կարող են 7 ամիս շարունակ պահել անազատության մեջ եւ խոսել ժողովրդավարության մասին, կարող են Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում անուրանալի ներդրում ունեցած, ելի բոլոր պատերազմների մասնակցած Իգոր Սարգսյանին հայեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանին պահել անազատության մեջ, դրանից առաջ էլ Իգոր Սարգսյանին աշխատանքից ազատելով 3 դատական ատյան հաղթելուց հետո վերականգնվում է գործի եւ Նիկոլ Փաշինյանը կես ժամվա մեջ այդ մարդուն ազատում է աշխատանքից։ Դուք պատկերացնում եք դատական ատյաններով անցած եւ բոլոր դատական ատյաններում հաղթած ուրեմն մարդը, որ նախկինում պաշտոն էր զբաղեցնում, այդ մարդը վերականգնվում է իր գործին եւ ընդամենը ժամեր հետո փոխանակ դատարանի որոշումը կայացեն, այդ մարդուն գործից ազատում են եւ հիմա ապօրինի ազատազրկված է։ Նաև տարբեր խափանման միջոց են կիրառվում ворթեկորուց ծնողների նկատմամբ, տարբեր տնտեսվարողների բիզնեսում ներգրաված անձանց նկատմամբ, հայրենիքի պաշտպանության համար իրենց անուրանալի ներդրում ունեցող անձանց նկատմամբ, եւ սա անընդունելի է։ Հայաստանը այլևս ոչ ժողովրդավար է, ոչ դեմոկրատական է, ընդամենը տարբեր տեղեր իրենք թոս փչելով, տարբեր մեղադրանքներ ներկայացնելով, մեր կապարանոց հայտարարություններ անելով, չգիտեմ, գնում են արևմուտքում ասում են, էսի բան է, այս մարդը ռուսական հետ կա, եւ իդեպ նաեւ այս առումով ես ուզում եմ ասել, բոլոր մեր այն նամակները, որը ուղղվել է ԱԱԾ-ին, պատասխանը մեկն է եղել, որևէ մի հանցակազմ չկա, բայց այս մարդը համառորեն պնդում է, որ բոլոր իր արելախոհները պետք է հայտնվեն ԱԱԾ պատվալներում, եւ նաեւ դրանով ուղղորդում է իրավապահ համակարգին։ Հիշեցնում եմ ձեզ բոլոր այն հանցագործությունները, որ կատարվել են, SMS հաղորդագրությունների միջոցով, բայց նույն ԵԽԽՎ-ում չի նայում, թե վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ինչ SMS հաղորդագրություններ է ուղարկել է ԲԴԽ նախագահին է հորդորել աշխատանքից ազատվելու։ Հորդորել է քննչականի պետին էլի SMS հաղորդագրություններով աշխատանքից ազատելու։ Պատգամավորին, առաջնային մանդատ ունեցող իր սեփական պատգամավորներին էլի SMS հաղորդագրություններ ուղարկելով, դրա մասին բազմաթիվ հայտարարություններ կան հենց այդ պատգամավորների կողմից, որ ճնշման են ենթարկվել։ Բարից բուն իմաստով ճնշման են ենթարկվել։ Բայց ամեն ինչը չի տեսնում։ Չի տեսնում, միջազգային ատյանները չեն տեսնում Հայաստանում ժողովրդավարությունը ինչ շրիշակից ներքև վիճակի մեջ է։ Միջազգային հանրությունը չի տեսնում, որ մարդիկ, որոնք որ իրենց անհամաձայնություն են հայտնում Facebook-յան տարբեր հարթակներում, անմիջապես այդ մարդկանց կանչում են քննչական բաժանմունքներ, քրեական գործեր են հարուցվում, թե ինչը համաձայն չեն եղել ազգակործանի հետ, տարբեր իշխանական պատգամավորների հետ։ Սա է ժողբաստիոնը, սրա մասին բան չունեն ասելու։ Ազգային բարերարից, երբ որ գույքը խլում են եւ մարդուն տանում ԱԱԾ մեկուսարան, եկեղեցուն սատարելու մասին ընդամենը մեկ նախադասության համար։ Նորմալ է սա։ Սա մարդու իրավունքների խախտում չի։ Երբ որ մարդուց գույքը խլում են եւ ասում են, որ տենց էլ պետք է լինի, բավաղ մյուսօր ինչ ներդրողա գալու Հայաստան ներդրում անի։ Երբ որ Հայաստանի Հանրապետության տարածքներից զիջվում են Ադրբեջանին եւ ադրբեջանական պահանջներ են կատարվում, սա սահմանադրության խախտում չի, երբ որ կադաստրի վկայականներով մարդկանց ձեռից խլվում է հողերը եւ նվիրաբերվում թշնամուն։ Սրա մասին բան չունեն ասելու։ Այն ռեպրեսիաների մասին, որ մարդիկ իրենց ազատ խոսքի համար աշխատանքից ազատվում են, մասսայաբար։ Սրա մասին խոսք չունի ասելու նույն եվրոպական ատյանները։ Ինչքան մարդկանց իրավունքներ են խախտվում ամեն օր, ամեն ժամ։ Գույքային հարցերով, իրենց ազատ խոսքը արտահայտվելու համար բազմաթիվ մեղադրանքներ, ընտրված քաղաքապետերին անազատության մեջ պահելով, ուղիղ ներգործություն իրականացնելով թիմ ընտրությունների ժամանակ, երբ որ ընտրված քաղաքապետները հետո հայտնվում են անազատության մեջ, եւ առաջին իսկ ընտրություններից առաջ եւ հետո հայտարարություններ են հնչում, որ դուրս կշպրտենք։ Այդ մարդկանց
իրենց զբաղեցրած պաշտոնից։ Հարգվում է մարդու ընտրությունը, իհարկե չի հարգվում։ Այսօր երկու քաղաքապետ անազատության մեջ են։ Գյումրիի քաղաքապետը եւ Մասիս խոշորացված համայնքի քաղաքապետը, մեկը տնային կալանք, մեկը ԱԱԾ մեկուսարան։ Եվ այս ամբողջ ընթացքում, սիրելի հայրենակիցներ, ամբողջ ընթացքում ազգային ժողովի ամբիոնից ամեն օր հնչել են, որ մենք իրենց դուրս կշպրտենք այդտեղից։ Բայց դրա մասին ձեր մոտ քննարկում չկա։ Բայց հարցերը ձեզ հետաքրքիր չեն։ Բայց ի՞նչն է ձեզ հետաքրքիր։ Ի՞նչն է ձեզ հետաքրքիր։ Բոլոր ապօրինությունների վրա աչք փակել, իբր կեղծ հիբրիդային պատերազմ ասելով։ Սա անընդունելի է եւ այս ուղղությամբ պետք է լրջագույն աշխատանքներ արվի եւ ի վերջո ես նաեւ ուզում եմ մի բանի վրա ուշադրություն դարձնել։ Այն զեկուցողը, որը որ պետք է զեկուցեր, այդ մարդը անգամ Հայաստան չի եկել։ Բայց մարդկանց տեսել եք, զրուցել եք այդ մարդկանց հետ անազատության մեջ գտնվող, իրենց փաստաբանների հնարավորություն է տրվել ներկայացնելու։ Առաջին իսկ վարքյանից 18 աթարների գործով առաջին իսկ վարքյանից ազգային ժողովը ընդունեց հայտարարություն, ահաբեկչության հայտարարություն։ Ուղղակի ազդելով, ուղղորդելով իրավապահ համակարգին։ Տեսեք, երեք նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսն էր, բայց մինչև ասուլիսի հետ կապված մի քանի հարց կուղեմ։ Հունվարի 28-ին բանակի ձևավորման կազմավորման օրվան նվիրված Ռոբերտ Քոչարյանի ուղերձին անդրադառնալով Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ այսպիսի հայտարարություններ էր արել. զինվորներին սոված էիք պահում, դուք բանակը ոչնչացրել եք, լրտիությունը չափ ու սահման պիտի ունենա, կար մեծականակ կոռուպցիա, այդ թվերի մասին է խոսքը։ Ես ծառայել եմ 2000-ից 2002 մարտունակ բանակում, այնինչ կատարվում էր Քոչարյանի կառավարման ժամանակ բանակում ու Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարարից եղած բանակում, մի խոսքով կարելի է ասել կատարյալ բարդակ։ Այսպիսի խայտառակ մեղադրանքներ եւ որին ի պատասխան երեք նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ ուղիղ մեջբերում անեմ, Ալեն Սիմոնյանն ինչ ասած դուրս է տալիս, ինչպես եք նրա ասածը հիմք ընդունում։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, հետո նաեւ մի քանի հարց նախագահի ասուլիսի։ Ես ուզում եմ հիշեցնել մեր հայրենակիցներին, սիրելի հայրենակիցներ, երբ որ 90-ականներից կազմավորվում էր Հայաստանի բանակը, հայոց բանակը, զրոական վիճակից մենք ի պատիվ մեր հայրենիների, որոնք որ ներգրաված են եղել բանակաշինության գործում, զրոյից բանակ է ստեղծվել, զրոյից։ Իհարկե, այդ ընթացքում եղել են բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ խնդիրներ, բայց զրոական վիճակի չունենալով բանակ, կանոնավոր բանակ, երբ որ Արցախը արդեն շրջափակման մեջ էր, երբ որ Մարտակերտը գրավված էր, Շուշին գրավված էր թշնամու կողմից եւ Ստեփանակերտը օղակի մեջ էր առնված, այդ պայմաններում եւ նախագահ Քոչարյանը եւ նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը նախագահ մոռացել է որ նախագահ Քոչարյանը ով է եղել Արցախում եւ ինչ ներդրում ունի բանակաշինության գործում եւ այդ շրջափակված այն ելանելի կարծեք թե իրավիճակում կարողացել են ոչ միայն դուրս շպրտել թշնամուն, այդ ջախջախից պարտության են մատնել թշնամուն անհավասար պայմաններում գերազանցելով թշնամին գերազանցելով իրեն զինտեխնիկայով, մարդուժով այդ ժամանակ էլի չեչեն գրոհայինների աջակցությունն էր ստանում Ադրբեջանի զինված ուժերը Բասաևներով, խատաբներով, մնացածներով, աղվանցի գրոհայիններով բայց ով այդ հաղթանակները կերտել ով է հաղթանակները տարել ովքեր են բանակը զորական վիճակից հասել տարածաշրջանում ամենամարտունակ բանակը նաև դրա մասին անգամ խոսում էին այն ժամանակ ընդդիմադիր գործիչները եւ բանակը բնականաբար
ունեցել է խնդիրներ, խնդիրներ, կենթանի օրգանիզմ ա եղել։ Այնպես չէ որ բանակում խնդիրներ չեն եղել եւ այնպես չի որ մենք չենք իմ ինչպես ասացիք հաղթել է։ Նիկոլ Փաշինյանն էր ասում ամենամարտունակ բանակը։ Դե բայց եմ ասում։ Այդ բանակի դիմաց թշնամիները ուղղակի կզած էին։ Այո, ծնկի են եկել, ծնկի ա բերվել թշնամուն։ Կրկնում եմ, այն զինտեխնիկան, այն սպառազինությունը, որ ունեցել է Ադրբեջանը, եւ մարդուժի կրկնակի երակի անգամ ավել եւ մարդուժ եւ զինտեխնիկա հաղթանակներ են կերտվել։ Այդ բանակը հաղթանակներ ա կերտել։ Գետնի վրա ցույց ա տվել։ Ծնկի ա բերել թշնամուն։ Եվ թշնամու ծպտունը չի լսվել։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում, եթե մենք նայում ենք զոհերի թիվը, ամեն մի հայորդու կորուստը մեզ համար մեծագույն ցավ է, բայց նայեք թվերը։ Նայեք այդ ամբողջ այդ ընթացքում մեր ձեռքբերումները։ Նայեք այդ ամբողջ ընթացքում Ադրբեջանը սսկված ձենը չէր լսում։ Ձենը չէր լսում։ Հեշտ ա եղել այդ հաղթանակները, բայց դե հաղթանակներ կկերտեիք էլի։ Բա կկրեիք, բա խափում եք մարդկանց մոլորության մեջ եք, կրում ենք, հաղթում ենք։ Ինչ եղավ։ Արցախը հանձնեցիք, Հայաստանի Հանրապետության տարածքները հանձնեցիք ու հանձնում եք։ Մարդկանց մոռացել եք կացարանում մարդիկ ոնց էին այրված կացարանում մեր հայրենիների մասին։ Մոռացել եք։ Եվ հիմա ինչի մասին եք խոսում։ Նախագահի ասուլիսից ինչ հիմնական շեշտադրումներ կառանձնացնեք, խոսել եք այս հայտարարակ պատվիավճարների մասին, որ այսօր թոշակառուներն ասում են նայեք, հիմա դու ես ձեր պատվիավճարները, այս լավ խիղճը ուրած է, խոսեց անվտանգային խնդիրներից, խոսեց ինչպես է պատկերացնում ընտրությունների գնալը առաջիկայում, խնդրեմ։ Նախ երկու մասի բաժանվեց արտաքին քաղաքականության հետ կապված շատ պրագմատիկ մոտեցումներ հայտնեց եւ ասեց, որ ոնց է պատկերացնում աշխարհաքաղաքական իրավիճակը եւ ոնց է պատկերացնում Հայաստանի դերն ու ռազմավարությունը այդ դրա հետ կապված շատ կարևոր շեշտադրումներ արվեց։ Առաջի շեշտադրումը այն է, որ Հայաստանը պետքա նորմալ հարաբերություններ ունենա գերտերությունների հետ, բալանսավորված հարաբերություններ, բազմավեկտոր հարաբերություններ, պետք է կարողանա վստահելի գործընկեր լինել, ոչ թե աշխարհաքաղաքական կենտրոններին խաբելով, ոչ թե այս երկրից այն երկիր գնալով եւ տարբեր սուտ խոստումներ տալով, այլ ռեալ գործընկերային նորմալ հարաբերություններ հաստատելով, իդեպ նաեւ այդ օրինակը կա ժամանակին Հայաստանի Հանրապետությունը հենց նման գործելավոճով կարողացել է լավ հարաբերություններ հաստատել տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ եւ արևմուտքի հետ բալանսավորված եւ շատ արդյունավետ քաղաքականություն վարել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության տարբեր օրինակներ բերվեց տնտեսական փոխշահավետ համագործակցության, իրապես տնտեսության դիվերսիֆիկացիայի հետ կապված խոսում են տարբեր դիվերսիֆիկացիայի մասին, տարբեր թվեր են հնչեցնում, բայց օրինակները շատ հստակ են, 20% եղել է ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը, հիմա 7% է, ինչ դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը, խոսվում է հարաբերությունների մասին, ես տարբեր ծրագրերով Հայաստանը խոշոր ներդրումներ ա բերվել Հայաստան, հազարամյակների մարտահրավերներ ծրագիրն ա բերվել Հայաստան տնտեսական տարբեր պրոյեկտներ են բերվել, միլիոնանոց, բազմամիլիարդանոց ծրագրեր են բերվել Հայաստանի տնտեսությունը թռիչքաձև զարգացել է, Հայաստանը պարտք չի շալակել, ոնց որ հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է ամեն տարի 1 միլիարդով ավելացնում Հայաստանի պարտքը եւ ֆեստիվալներ կազմակերպում, իրենց հաճույքների, ոյաժների վրա միլիոնավոր դոլարներ ծախսում, պարգևավճարներ, միլիոնավոր դոլարների պարգևավճարներ ստանում։ Եվ Հայաստանի պարտքը համեմատեք իր իշխանությունից առաջ, իր իշխանությունից հետո դեմոգրաֆիական խնդիրները, որը որ էլի շատ լրջագույն խնդիր է,
Հայաստանի Հանրապետության, խոսվեց տնտեսական փոխգործակցության մասին, խոսվեց նրա մասին, որ մենք իրավունք չունենք Հայաստանը բերել աշխարհաքաղաքական բախումների կիզակետում, մտցնել աշխարհաքաղաքական բախումների կիզակետ եւ Հայաստանի Հանրապետությունում պետքա շահերը համադրվեն, ոչ թե Հայաստանը պիտի դառնա գործիք այս կամ այն գերտերությունների ձեռքին եւ խոսեց նաեւ Սաակաշվիլի օրինակի մասին։ Խոսվեց անփառունակ օրինակի մասին Սաակաշվիլու, որը որ լրջագույն մարտահրավերների եւ խնդիրների առջեւ կանգնեցրեց Վրաստանը, պատերազմեց եւ արդյունքում ունեցավ նաեւ տարածքային կորուստներ եւ տեսանք իր քաղաքականության արդյունքում ինչ տեղի ունեցավ հարևան Վրաստանում։ Եվ այդ օրինակները, այդ ցայտուն օրինակներ են նրա, որ Հայաստանը իրավունք չունի մտնել այդ ամեն ինչի մեջ, Հայաստանը պետքա բալանսավորված բազմավեկտոր քաղաքականություն վարի եւ կրկնում եմ այդ քաղաքականության արդյունքը մենք ունեցել ենք եւ որևէ մի արճակատման մենք չենք գնացել, փոխվստահելի հարաբերություններ ենք ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, բազմաթիվ տնտեսական ծրագրեր ենք իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, նաև գազամուղի կառուցումն ա տեղի ունեցել եւ այդ ընթացքում շատ մանրամասն ներկայացրեց այն իրավիճակը, երբ որ ստեղծվել էր, գիտեք, որ այդ հակասությունների ֆոնին մենք կարողացել ենք եւ ամերիկյան գործընկերների հետ շատ արդյունավետ եւ կառուցողական երկխոսության արդյունքում տնտեսական մեր ծրագրերը անել եւ Ռուսաստանի Դաշնության հետ շատ կարեւոր տնտեսական ծրագրեր ենք իրականացրել եւ սրա փորձը կա։ Ինչ վերաբերվում է անվտանգային տեսանկյունից, նույն այդ անվտանգային տեսանկյունից թրիպի ուղու հետ կապված նաև նախագահ Քոչարյանը նախկինում էլ ներկայացրել է, հիմա էլ ներկայացրեց մոտեցումները թրիպի հետ կապված, որ դա պետք է այդ ծրագիրը նույն կերպ պետք է նաև այդ նույն սկզբունքներով, ինչը վեր է նշված նաև իմ արձանագրումների ժամանակ ասեցի, նույն այդ անվտանգային ծրագրերի բաղադրիչը պետք է լինի, այսինքն նույն այդ ծրագրերը տնտեսական պետք է լինի փոխշահավետ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համագործակցելով, համադրելով մեր շահերը այլոց շահերի հետ եւ միանշանակ մի կարմիր թելով միշտ գնում է այն սկզբունքը, որ փոխադարձության սկզբունքը չի պահպանվել այն խոստումները, որ Հայաստանը պիտի օգտվի նույն սկզբունքներով, նույն մոտեցմամբ Ադրբեջանի տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված, այսինքն միակողմանի զիջումների մասին է խոսքը եւ այս առումով Հայաստանը նոր մարտահրավերների առջեւ կանգնեցնելու։ Խոսվեց նաեւ հակակշռման եւ փոխզսպման մեխանիզմների, այսինքն միահեծան իշխանության անթույլատրելիության մասին, սա շատ կարեւոր դրույթ է, խոսվեց, որ իշխանությունները չպետք է միահեծան որոշեն, թե դատավորներ ով պետք է լինեն, տարբեր իշխանությունների հակակշռման փոխզսպման մասին խոսվեց, որը էլի անչափ կարեւոր է, սա մեր երկրի մեր պետության զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը կարող է լինել դատական համակարգի անկախության մասին, որ մեկ ֆրակցիա հնարավորություն չունենա իր սրտի դատավորների նշանակելու, խոսվեց ընդդիմությանը լիազորություններ տալու, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ այլ վերահսկողական մարմիններին, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում պետքա տրվի ընդդիմության եւ իրապես գործի հակակշռման եւ փոխզսպման մեխանիզմները, որը Հայաստանի Հանրապետությունում չի գործում, այլևս ոչնչացված է Հայաստանի Հանրապետությունում փոխզսպման եւ հակակշռման մեխանիզմը եւ գործում է մեկ անձի դիկտատուրա, մեկ անձի քիմքին հաճելի որոշումներ կայացնելու արատավոր պրակտիկան։ Սա անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության համար եւ հենց այդ հակակշռման մեխանիզմների եւ անկախ դատական համակարգի արդյունքում մենք կարող ենք հույս ունենալ, որ մեր երկիր կարող են բերվել մեծ գումարներ, տնտեսական օգուտներ ունենա եւ ինվեստորը, ներդնողը պետք է վստահ լինի, որ Հայաստանում գործում է անկախ դատական համակարգ, ոչ թե հեծի օրինակով ներդրողից խլեն հեծը եւ ասեն, որ մենք մեր ներկայացուցիչին ենք նշանակում եւ հեծում յուրայիններ նշանակելով այն մարդիկ, որոնք որ ԿՊ ուրեմն ԿՊ կուսակցության անդամ կլինեն կամ ընտրություններին այսպես ասած տասովկա կանեն ԿՊ-ի համար, այդ մարդիկ կլինեն հեծում, այսինքն սա ավելի քան պարզ է եւ սա անթույլատրելի է, այդ առումով շատ կարեւոր էր այդ գնահատականները տալը, շատ կարեւոր էր, որ մենք մեր խորհրդանիշներից
երբեք ու երբեք չենք հրաժարվելու Արարատ լեռը, նաև շատ խորհրդանշական էր նաև Արարատ լեռան պատկերը, նաև մեր եկեղեցին Խորվիրապի պատկերը, այսինքն մենք պետք է պաշտպանենք մեր ինքնությունը, մեր եկեղեցին, մեր հավատը, մեր արժեհամակարգը, Սահմանադրության Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը որևէ մի պարագայում չպետք է փոփոխվի ագրեսիվ հռետորաբանությամբ, թշնամական հռետորաբանությամբ, ֆաշիստական հռետորաբանությամբ հայտնի Ադրբեջանի ավտորիտար եւ դիկտատոր իշխանությունների կողմից, այսինքն Ալիևը չպետք է պարտադրի այս իշխանություններին, որ իրենք սահմանադրություն փոխեն։ Եվ սրանք էլ խոսում են ինքնիշխանության մասին։ Ինչ ինքնիշխանություն, եթե թշնամական պետությունը քեզ պարտադրում է, որ սահմանադրություն փոխես։ Ինչ սուվերենության մասին է խոսքը, երբ որ զիջումներ ես անում, ինչ սուվերենության մասին է, երբ որ միջազգային հայցերից հետ ես քաշում անհայտ կորածների, անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների եւ այն բոլոր հայցերը, այն բոլոր բռնությունները, որ իրականացվել են, էթնիկ զտումը, որ իրականացվել է Արցախում, ինչ սուվերենության մասին է խոսքը, երբ որ մենք հրաժարվում ենք մեր կոնկրետ մեր պահանջներից, մեր պահանջների հետևյալն է, պետք է մեր սուվերեն տարածքներից ադրբեջանական զորքերը դուրս շպրտվեն, այսինքն մենք պետք է կարողանանք միջազգային ատյաներում մեր դաշնակիցների հետ, բարեկամ երկրների հետ այս խնդիրը անընդհատ պահել մեր օրակարգում, որը որ չի իրականացնում գործող իշխանությունները։ Եվ այն իրավիճակը, ինչ որ հայտնվել է հիմա մեր քաղաքացիները, թոշակառուները, սոցիալական ոլորտում էս խայտարակ որոշումները, որ կայացվում են, իրապես մարդիկ աղքատության ճիրաններում են, թոշակառուն հնարավորություն չունի իր կենսապահովումը ապահովի, թոշակառուն հնարավորություն չունի ուրեմն ապրելու այն տված թոշակով, որը որ տրվում է իշխանությունների կողմից, այսինքն 40,000 դրամով անհնարին է, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան իր կենսական մինիմալ պահանջները բավարարել։ Եվ ինդեքսավորման համակարգից խոսվեց, ինչ է ինդեքսավորման համակարգը, սիրելի հայրենակիցներ, բոլոր այն մարդիկ, որոնք որ տեղյակ չեն, ես ուզում եմ նաև մեր հեռուստադիտողների համար հիշեցնել, որ թոշակները պետք է բարձրացվեն այն թանկացումներին եւ գնաճին զուգահեռ պետք է բարձրացվեն թոշակը, այսինքն մարդու տված թոշակը ինդեքսավորման համակարգով պետք է համապատասխանի ուրեմն թանկացումներին գնաճին, այսինքն հնարավորություն տրվի թոշակառուին, պարզ ասել, պարզ ժողովրդական խոսքով լեզվով ասած, հնարավորություն ունենա թոշակառուն իր մինիմալ սպառողական զամբյուղը ապահովելու։ Այս թանկացումների ֆոնին խոսել, որ մի քանի հազար դրամ թոշակ է տվել թոշակառուին եւ ամեն օր մենք տեսնում ենք թանկացումներ, ամեն օր մենք տեսնում ենք ուրեմն գների բարձրացում, մենք ամեն օր տեսնում ենք գույքահարկի բարձրացում, մենք տեսնում ենք կոմունալ ծառայությունների բարձրացում, այլ թուրքերի հարկերի տեսքով մարդկանց ուրեմն անելանելի իրավիճակի մեջ են հայտնվում եւ ես նաեւ ուզում եմ շատ կարևոր մի բանի մասին էլ խոսել, սիրելի հայրենակիցներ, վերջերս արտաքին հետախուզական ծառայության զեկույցն է հրապարակվել, սա իդեպ որ այսքան թիրախավորում են ընդդիմությանը, ես ուզում եմ ասեմ, սա պաշտոնական արտաքին հետախուզական ծառայության տվյալներն է, ես կխնդրեմ, եթե հնարավոր է ուրեմն սիրելի հայրենակիցներ, դուք տեսնում եք Ադրբեջանի ուրեմն բյուջեի ավելացումները, թե ինչ ռազմական ծախսերի ուղղված ինչ ավելացումներ ա տեղի ունեցել, ձեր արչև նաև այդ պատկերն է 2023 թվական, 24 թվական, 25 թվական եւ 26 թվական, այս ամբողջ այս բյուջեի ավելացումը սրանք ուզում են ներկայացնել, որ գիտեք ինչ Ադրբեջանը իր ռազմական ծախսերը ավելացնում է ոչ թե Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացնելու, ոչ թե սա ուղղված է Հայաստանի դեմ, այլ երկրների։ Այս 35 տարիների ընթացքում Ադրբեջանը որևէ մի երկրի հետ պատերազմի մեջ է մտել, սիրելի հայրենակիցներ։ Տասնամյակներ շարունակ ագրեսիա, ցեղասպանություն, բռնություն ով է իրականացրել։ Ադրբեջանը չի իրականացրել։ Իր հատուկ
ուրեմն ծառայությունները չեն դա իրականացրել, հատուկ ստորաբաժանումները չեն իրականացրել, յաշմա ջոկատները չեն հայերի գլուխները կտրել, կանանց խոշտանգել։ Քիչ առաջ նշեցինք, որ այդ հայցերից հետ են քաշել այդ հայցերը, բայց ռազմական ծախսերի ավելացումը ում համար է, ում դեմ է։ Միանշանակ սա Հայաստանի Հանրապետության դեմ է, սիրելի հայրենակիցներ, եւ սրանք փորձում են մոլորության մեջ գցել։ Սա ինչի համար եմ ձեզ ցույց տալի, որ հասկանաք, որ Հայաստանի Հանրապետության այս իշխանությունների բանակից խոսացողները, այս իշխանությունները, որ խոսում են բանակից, իրենք ռազմական ծախսերը կրճատել են։ Սիրելի հայրենակիցներ, կրճատել են բանակի ռազմական ծախսերը այն պարագայում, որ Ադրբեջանը պատիկներով անգամ ավելացրել է ռազմական ծախսերը։ Ինչ վերաբերվում է խաղաղության գործընթացին, ես խնդրում եմ նորից էլ այս գրաֆիկը ցույց տաք էկրանների վրա։ Հա, ուրեմն ես ուզում եմ նաև մեջբերում անեմ, լավ կլինի նաև գրաֆիկով։ Ուրեմն մյուս կողմից ծառայության դիտարկումը ցույց է տալիս, որ շարունակում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը։ Այս հարցը ռիսկային գնահատելու հիմքում ընկած են ոչ միայն զուտ ռազմական ծախսերի աճը, այլև այն, որ ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտներին հատկացվող տեմպերը։ Այսինքն այս տեմպով, որ ծախսերը ավելացնում են, պատիկներով անգամ ավել է մնացած մյուս ծախսերից։ Շատ դեպքերում իրականում առերևույթ այդ ոլորտների հաշվին, այլ ոլորտների հաշվին Ադրբեջանը այլ ոլորտներից կտրելով ռազմական ծախսերն է ավելացնում, սիրելի հայրենակիցներ։ Ադրբեջանի բյուջեում ռազմական եւ այլ ոլորտների 2024-26 թվականների հատկացումները համատելի են 2023-ի նույն հատկացումների հետ։ Այսինքն 2026 թվականին ռազմական հատկացումների աճել են բյուջեի 44%-ով, իսկ մյուս ոլորտներին հատկացումը ընդամենը 7-4%-ով։ 2026 թվականի դեպքում անգամ ոչ ռազմական ոլորտների հատկացումների որոշակի նվազում կա 2025 թվականի հետ համեմատությամբ, մինչդեռ ռազմական ոլորտի հատկացումները 2026 թվականի համար շարունակել են աճել։ Սիրելի հայրենակիցներ, շարունակել են աճել, սա դրա մասին է խոսում։ Եվ մյուս խնդրի վերաբերյալ, որը որ խոսում են խաղաղության դարաշրջանի, խաղաղության գնալու մասին։ Այս թեզն է, սիրելի հայրենակիցներ, այս կեղծ թեզը, որ շրջանառվում է էլի իշխանությունների կողմից, էլի արտաքին հետախուզական ծառայությունը թվերը ներկայացրել է այսպես կոչված իրենց այդ կոնցեպտի, արևմտյան Ադրբեջան կոնցեպտի, ադրբեջանցիների այստեղ վերաբնակեցման հետ կապված։ Եթե ժամանակը թույլ կտա, նաև ես սրա մասին եմ ուզում խոսել։ Ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող եւ ռիսկային գործոն է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթը ու դրանց ուղեկցվող գործողությունները։ Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության համար։ Ու գրաֆիկում ցույց է տալիս, սիրելի հայրենակիցներ, թե ես նաեւ կուզեի այս գրաֆիկը լիներ մեր պատկերին, բայց համենայն դեպս ես այստեղ գրաֆիկով երևում է, թե այս խոսույթը ոնց է զարգացվել 2025 թվականին եւ այնուհետեւ այս խոսույթը ավելացել է 2024 թվականին եւ 25 թվականների տարբերության մասին է խոսքը։ Ներկայացված են ուրեմն պետական պաշտոնաթերթի եւ 4 իշխանամետ կայքեր։ Պետական պաշտոնական թերթերը եւ իշխանամետ կայքերը ոնց են այս թեզը պարբերաբար առաջ մղել ադրբեջանական ԶԼՄ-ներով, որոնք որ կրկնում եմ, սիրելի հայրենակիցներ, ուշադիր եղեք։ Սրանք այս լրատվամիջոցները
ամբողջությամբ վերահսկվում են ադրբեջանական իշխանությունների կողմից։ Իրականացվել են նշված ռեսուրսներով 2025 թվականի օգոստոսի 8-ին նախորդած եւ հաջորդած 138 ական օրերի ընթացքում այսպես կոչված արևմտյան ադրբեջանական թեմայով բոլոր հրապարակումների քանակական համեմատությունը, ինչը ցույց է տալիս, որ օգոստոսի 8-ից հետո 36%-ով ավելի շատ նյութ է եղել։ Ուրեմն օգոստոսի 8-ի փաստաթղթից հետո, սիրելի հայրենակիցներ, որ ասում են այլևս վերջ խաղաղության դարաշրջան եւ այլը, ուշադիր 36%-ով աճել է այս քարոզչությունը։ Ադրբեջանական ԶԼՄ-ներում, Telegram ալիքներում, հեռուստատեսությամբ, ամենօրյա ռեժիմով այս թեզը առաջատարվում եւ առաջատարվում նաեւ այն թեզը, որ հայերը այստեղ եկվոր են եւ սա Ադրբեջանի տարածքներն է եւ այլ։ Սա ինչի համար եմ ուզում ասեմ, որ այն կեղծ թեզը, թե իբր ճշնամին գնում է խաղաղության դարաշրջանը այլևս վերջ եւ այլը, սա սուտ եւ կեղծիք է իշխանությունների կողմից։ Ամենևին չենք ուզում մեր հայրենակիցներին վախեցնել եւ այլը, բայց այս զգոնությունը չպետք է կորցնել։ Եվ սրա մասին խոսում է արտաքին հետախուզական ծառայությունը։ Ավելորդ մանիպուլյացիաներին, հետագա ավելորդ մանիպուլյացիաներին համար եւս մեկ անգամ եւս կրկնում եմ, այն մարդկանց, որոնք կփորձեն մանիպուլացնել, մտեք եւ նայեք այս զեկույցը 2026 թվականին Ուրեմն ծառայության առաջնահերթ խնդիրներից է լինելու շարունակաբար գնահատել, թե որն է Ադրբեջանի կողմից Արևմտյան Ադրբեջանի վերադարձի առաջ մղման պետական քաղաքականության իրական նպատակները։ Գնահատման եւ ենթակա մասնավորապես այն, թե արդյոք Ադրբեջանը այդ թեմաները նոր ազգային գաղափարախոսություն դարձնելով մտադիր է որևէ նոր ձևաչափով հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարած, թե ասպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ այս խոսույթը Ադրբեջանի արտաքին քաղաքական սակարկման եւ մասնավորապես Ղարաբաղի հայերի վերադարձի թեմային հակազդելու գործիքակազմի մասին է։ Հիմա ասում են, որ մենք լավ վեր կլուծենք, կհասկանանք, թե սա ինչի համար է ասվում։ Սիրելի հայրենակիցներ, ինչի համար ենք մենք ասում այս ամեն ինչը, ասում ենք ոչ թե կրկնում եմ եւս մեկ անգամ, վախեցնելու մեր հայրենակիցներին, այլ զգոնության կոչ անելու, չհավատալու այն կեղծ խոստումներին, որ տրվում են Ադրբեջանի կողմից, Ադրբեջանը այս քայլերով նաեւ կախված նաեւ տրիպի հետ կապված իրենց առանձին մի թեմա է, որի մասին որ խոսում են, որ սա նաև Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններն եմ ուզում նաև ձեզ մեջ բերել, Զանգեզուրի միջանցքը կբացվի, այն կարող է այլ կերպ կոչվել, բայց դրանից էությունը չի փոխվում։ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորման գործընթացում անհրաժեշտ բոլոր հարցերը լուծվել են, այնպես ինչպես մենք ենք ակնկալում։ Այսինքն պարզ ասվում է, որ այն բոլոր խնդիրները, այն բոլոր հարցերը, որ կա, բացառապես կարող են լուծվել մեր շահերի առաջնահերթ լինելով։ Մեր սրտին եւ մեր ցանկություններին հաճելի եւ մեր նպատակներին հասնելու ծիրի շրջանակներում։ Հիմա տեսեք, պարոն Դանիելյան, խոսելով է սպառնալիքների մասին եւ ինքներդ ասել եք, որ որևէ, ասենք, տագնապ տարածելու միտում չկա, բայց այս սպառնալիքները, որ հիմա մեր գլխի կախված են, այս տարածաշրջանային զարգացումները, աշխարհաքաղաքական զարգացումները Նիկոլ Փաշինյանի համերգն է այսօր։ Հենց այդպես, կարծում այսօր չէ՞։ Այո, ինքը թմբուկ է նվագելու, Անահիտ Ավանեսյանը պարելու է, չգիտեմ, ավելի երկելու է։ Դե տեսեք, նախ պետք է ախտորոշում անենք, հասկանանք այս ամեն ինչը ինչի համար է արվում։ Այն որ մեկ անգամ եւս ուզում եմ մեր հայրենակիցների համար ասել, որ այն կեղծ թեզը, թե իբր ընդդիմությունը խաղաղություն չի ուզում, ամենաշատը մենք ենք խաղաղություն ուզում, ամենաշատ կորուստները մենք ենք ունեցել, մենք ենք մեր ընկերներին կորցրել մարտի դաշտում եւ այս առումով այն անբարոյական հայտարարությունները, թե իբր ընդդիմությունը պատերազմ ուզում եւ այլը, որևէ մի աղաց չունի իրականության հետ։ Միանշանակ մենք
ձգտելու ենք եւ գնալու ենք խաղաղության, բայց ինչ անում իշխանությունը։ Իշխանությունը փորձում է նման տեսահոլովակներ տարածելով, նման, չգիտեմ, ֆեստիվալներ են կազմակերպում, չգիտեմ, փարթիներ են կազմակերպում, ուր որ գնաս հետդ կգամ, սրտի կանեն, թմբուկ նվագեն, եսի ինչ անեն, հիմա էլ տարածաշրջանը երրում է եւ մարտահրավերներ, լրջագույն մարտահրավերներ կա մեր երկրի առջև, այս մարդիկ թմբուկ են խփում։ Այս մարդիկ թմբուկ են խփում, այս մարդիկ պատրաստվում են փարթիի ուրախություններ եւ այլն, սա հասարակության զգոնությունը բթացնելու մեթոդ է, որը որ կիրառվում է իշխանությունների կողմից։ Ժանտախտի պահին հրավառություն։ Այսինքն այն խնդիրներն ու մարտահրավերները, սոցիալական վիճակը, անվտանգային իրավիճակը, տարածաշրջանում հնարավոր էսկալացիայի վտանգը եւ այս ֆոնին սրտիկ փարթի ուրախություն, ինչ էր ասում, կերեք խմեք քեֆ արեք, ուրախացեք։ Ոչ մեկ չի ուզում, որ մեր ժողովուրդը ապատիկ տրամադրվածություններ ունենա, ոչ մեկ չի ուզում, որ մեր ժողովուրդը, այսպես ասած, վատ տրամադրություններ ունենա, իհարկե ուզում ենք մեր ժողովուրդը ուրախանան, բայց իշխանությունները այս առումով հստակ իրենց նպատակը ունեն դրած։ Ժողովուրդը եթե ուզենա ուրախանա, կգնա ուրախանա, քու թմբուկով չի ուրախանալու։ Դու ինչ ես, ռոք հաստղես, ով ես, ինչ ես էլի, դու եթե ուզում ես զբաղվի երաժշտությամբ, հրաժարականի դիմումը գրի, գնա դհոլի։ Գնա գիտարի դասերի, գնա դհոլի դասերի, գնա հեծանիվ քշի, ինչ ուզում ես արա։ Երկրի ղեկավարը 24 ժամյա ռեժիմով պիտի ծանրաբեռնված օրնի բուն աշխատի։ Ի բարություն մեր ժողովրդի։ Մարդիկ ցրտահարությունից մահվան դեպքեր է արձանագրվում։ Ճանապարհային վթարները ամեն օր մենք տեսնում ենք այդ ճանապարհային դեպարտամենտի ոչ բարեխիղճ վերաբերմունքի արդյունքում ինչա տեղի ունենում։ Երևան-Գյումրի ճանապարհին նաև իդեպ նաև ցավակցում եմ այդ ընտանիքին լրահոսում ես տեսա նաև որ վթարից տուժած մեկը արդեն մահացել էր։ Այդ շղթայական ավտովթարները որ տեղի են ունեցել։ Իդեպ սրա մասին շատ եմ խոսել ազգային ժողովում։ Մենք տեսնում ենք ինչ լրջագույն խնդիրներ կա տնտեսության հետ կապված։ Այսինքն $1 միլիարդ ամեն տարի վարկ ես վերցնում, պետական պարտքը հասցրել ես 14 միլիարդից ավել որ թմբուկ խփես։ Վրաստանի հետ հարաբերությունները վատ թարացրել ես որ թմբուկ խփես։ Իրանի հետ հարաբերությունները վատ թարացնում ես որ թմբուկ խփես։ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները տանում ես վատ թարացման որ թմբուկ խփես։ Երկիրը բերել ես ճգնաժամի որ թմբուկ խփես։ Բաքվում ռազմաքաղաքական ղեկավարությունը հիմա ինչ վիճակում է որ թմբուկ խփես։ Թե ժամանակ չունեք այդ մարդկանց հարցերով զբաղվելու։ Ժամանակ չունեք սոցիալական խնդիրներով զբաղվելու։ Սա խայտարակություն է, մեկ խոսքով սա խայտարակություն է, եւ այս առումով թող իրենց գնահատականը տան մեր սիրելի հայրենակիցները։ Արդյոք իրենք գոհ են այս իրավիճակից։ Արդյոք նման բովանդակությամբ ղեկավարություն են ուզում, որ Հայաստանի Հանրապետությունում լինի։ Անլուրջ, անպատասխանատու բան ու գործները թողած ամբողջ օրը համացանցում սրտիկ, չգիտեմ ինչ, թմբուկ, եսի ինչեր են անում էլի։ Հա դե պարում են։ Ասում սրտիկի պարապմունքներ են գնում, որ այդ սրտիկը ոնց ճիշտ անեն, որ մարդամեկին հաճելի լինի։ Մարդիկա սրտիկի պարապմունքի են գնում։ Այսինքն պարապմունքների բան է էլի, ժամանակն է էլի։ Ինչ ասեմ, սիրելի հայրենակիցներ, գնահատականները տվեք ինքներդ, հետևությունները արեք ինքներդ։
Ես եմ շնորհակալ։